Դրոնների զույգը օդ է բարձրանում անտառ սրսկելու։ Հեռակառավարվող տեխնիկան Հայաստանում այս տարի ավիացիայից վերցրել է վայրի բնության վնասատուների դեմ պայքարի աշխատանքն իրականացնելու պատվերը։ Նախկինում տվյալ գործը ուղղաթիռով էր արվում, հիշեցնում է Հայ անտառի փոխտնօրենը։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից առաջին անգամ անտառներում իրականացվում է դրոնի միջոցով սրսկման աշխատանքներ։ Այս աշխատանքները բավականին արդյունավետ են եւ իրականացվում են կենսաբանական պրեպարատների միջոցով։ Օրվա թռիչքների մի մասի համար ընտրված Ծաղկաձորի Բարձրադիր հատվածի վրա են հյուրանոցներից մեկի բակում։ Պետության հայտարարած մրցույթը շահած ընկերության օպերատորները իրար հետևից իջեցնում, բարձրացնում են բուժանյութ ցողող խելացի սարքերին։ Ամեն թռիչքի ժամանակ մոտ 40 լիտր կարողանում ենք հեղուկ բարձրացնել եւ ամեն թռիչքը 1.3 հեկտար կարողանում է ծածկել։ Կախված բնակլիմական պայմաններից մոտ 60-70 թռիչք անում ենք օրվա կտրվածքով ամեն մեկս։ Նկարահանող մեր դրոնը մի կերպ էր հասնում սրսկիչների հետևից։ Մեր գազանների նմանը չկա, պրոֆեսիոնալ իրենց ագրոդրոնների մասին կատակում էին տղաները, գովում ու գովում։ Տեխնիկան լոկացիայի գերզարգացած համակարգ ունի, կոորդինատների հիման վրա ավտոմատ կառավարվում է։ Միայն ժայռերի կամ անտառային կանաչ գորգից բարձր ծառերի դեպքում են իրենք միջամտում։ Վերջին սերնդի դրոններ են, որոնք թույլ են տալիս սրսկումը կատարել այն ծառերի վրա, որոնք որ դեռ չեն սրսկվել։ Այսինքն հասկանում է վերջի անգամ որտեղ է եղել ու ամեն անգամ թռիչքը գործարկելուց հետո գնում է նույն տեղը, որտեղ որ վերջացրել է։ Որպեսի գործն արագ առաջ գնա, բուժանյութի բաքը լցնելու եկող սարքերի նաև մարտկոցներն են տեղում փոխում։ Դրանք լիցքավորելու համար տարածք գեներատոր են մոտեցրել։ Ծաղկաձորի մերձակա անտառների սրսկման այս փուլում նույն սկզբունքով աշխատում են միաժամանակ 4 կետից, տեղեկացնում է դրոններ շահագործող ընկերության ղեկավարը։ Ընդհանուր առմամբ 9 դրոն ունենք, 9 դրոնն էլ աշխատում է միաժամանակ իրար հետ, այսինքն ամեն խմբում 2 օպերատոր են, 2 դրոնով։ Աշխատանքի հիմքում Հայ անտառի տված մակերեսներն են, որն իրենք նախնական թռիչքով քարտեզագրել են, կոորդինատավորել, որ ծառերի որևէ հատված մշակումից դուրս չմնա։ Իսկ թե ինչ տարածքներ է պետք սրսկել, շրջայցերով, տերևակեր որդերի ու այլ միջատների առկայությունը գնահատում, պատկերը նախապես Երևան են ներկայացնում անտառ պաթոլոգները։ Հրազդանի անտառտնտեսության դեպքում օրինակ Մենք առանձնացրել ենք 3000 հեկտար տարածք, որտեղ որ ունենք վնասատուներ, մի քանի տեսակի են վնասատուները թրթուրային տեսքով։ Կոտայքից առաջ դրոնները սրսկել են Արագածոտնի ու Վայոց ձորի անտառները։ Ընդհանուր 3 մարզում այս տարվա համար հաստատված էր 9000 հեկտար անտառապատ գոտի։ Այնտեղ, որտեղ վնասատուներից ծառերն ամենաշատն են տուժել, առանձնակի ուշադրության տակ են պահում։ Փորձում են բուժանյութն ավելի ցածրից, կրկնակի ցողել։ Մշակումների այս մեթոդը տալիս է դրա հնարավորությունը, նկատում է Վահրամ Սեդրակյանը։ Դրոնները մի փոքր առավելություն ունեն համեմատ ուղղաթիռների, որ ըստ անտառածածկի եւ վարակվածության աստիճանի կարող ենք համապատասխան քանակները կառավարել սրսկման ընթացքում։ Իդեպ երկրում անտառներն անցած տարի առհասարակ չէին սրսկվել հայտարարված մրցույթին հաղթող չլինելու պատճառով։ Դրոնով թե ուղղաթիռով սրսկումն է այդուհանդերձ բնության համար արդյունավետ, պարզ կլինի որոշակի ժամանակ անց։ Չնայած կենսաբանական պրեպարատը դանդաղ է ազդում, երկրորդ անգամն է, որ վնասատուների դեմ պայքարի գործում Հայաստանը նախապատվությունը տալիս է ոչ թե քիմիական, այլ բույսերի եւ կենդանիների համար անվնաս համարվող բուժանյութին։ Եղանակից կախված եւս 4-5 օր ու անտառների տարվա սրսկումը կավարտվի։ Հերմինե Բաղդասարյան, Արման Թովմասյան, լուրեր։